քայլ առ քայլ գործողություններ։ Այսօրվա մեր դասի նպատակն է սովորել գործողությունները կատարել քայլերով եւ ըստ հերթականության։ Սա ենթադրում է, որ դուք դասի ավարտին կարողանալու եք գործողություններ դասավորել իրար հետևից, ճիշտ հերթականությամբ եւ քայլերը կատարել։ Հիմա, քանի որ մենք խմբային աշխատանք ենք կատարելու, պետք է բաժանվել խմբերի։ Պատրաստ եք։ Այո։ Դե հիմա բոլորը այստեղ կանգնում եք, որպեսզի բաժանվեք խմբերի։ Բաժանվեցին խմբերի երեխաներ, հիմա արդեն ժամանակն է հետևենք խմբային աշխատանքի կանոններին։ Խմբային աշխատանք կատարելիս մենք պետք է պահպանենք ինչ երեխաներ։ Լղություն, կարգուկանոն, կեցեք, պետք է միասին աշխատենք թիմով, չխանգարենք մեկս մյուսին, քննարկումներ իրականացնենք մեր խմբերում եւ որոշումներ կայացնենք միասին։ Հիմա ես ձեզ բաժանելու եմ ժամացույցներ, երեխաներ, խմբերում կլինեն ժամապահներ, խմբի պատասխանատուներ եւ խմբի այն անդամները, ովքեր կցված են խմբին, կլինեն քննարկողներ, քննադատողներ։ Խմբում աշխատելիս աշխատում ենք այնպես, որ մյուս խմբերին չխանգարենք։ Հիմա ես ձեզ բաժանում ժամացույցները։ Ուշադրություն, դուք ինքներդ կորոշեք, թե կքվեարկեք խմբում, թե ով կլինի ձեզանից ժամապահը, ով կլինի ձեր խմբի պատասխանատուն եւ մյուսները կլինեն քննադատներ։ Գնացինք միասին քննարկենք։ Միասին քննարկենք, որոշում կայացնենք։ Միասին ենք քննարկում։ Ուրեմն ձեր քննարկումներից եւ որոշումներից արդեն պարզ դարձան ձեր ժամապահները, խմբի պատասխանատուները եւ քննադատները։ Այսօր ժամանակն է հասկանանք մեր հաջորդ քայլը երեխաներ։ Հաջորդ քայլը կատարելու համար նախ պետք է ընթերցենք գրատախտակին գրվածը։ Ինչ է ընտրել։ Սեդակարդա։ Ինչպես կատարել տնային աշխատանքը։ Տնային աշխատանքները կատարելու համար երեխաներ գոյություն ունեն որոշակի հերթականություններ, ճիշտ է։ Այո։ Հիմա դուք խմբով միասին քննարկում եք, թե ըստ հերթականության ինչպես պետք է դասավորել այս քայլերը, որպեսզի պահպանենք ալգորիթմ, ստանանք ալգորիթմ։ Ես հիմա ձեզ թերթիկներ կբաժանեմ, դուք նախադասությունները կգրեք եւ կհամարականեք։ Պայմանավորվեցիք։ Այո։ Շատ լավ։ Ժամապահները չեն մոռացել, չէ՞ ժամանակի մասին։ Ապրեք։ Վերջ երեխաներ։ Գնացինք, որոշեցիք հերթական։ Որոշել եք ով եք գալու ներկայացին։ Առաջին խմբից ով եք առաջին քայլը նշում այդպես։ Վերջում միասին կհասկանանք, ճիշտ եք դասավորել, թե ոչ։ Ահա։ Երկրորդ խումբը, ով է գալու երկրորդ խմբից, արի։ Երկրորդ քայլը որը կտանը։ Ահա, երրորդ խմբից, մի քայլը, չէ տատու։ Ահա։
ապրեք։ Հիմա կտեսնենք, Ռոբերտն ասում է, այստեղ սխալ կա։ Եկեք միասին պարզենք, կա արդյոք սխալ, թե չկա։ Առաջին քայլով ով է համաձայն, որ պետք է բացենք դասագրքերը։ Կա մարդ, որ առարկություն ունի։ Ոչ։ Իսկ ինչու պիտի հենց առաջինը դասագրքերը բացեք, ով է պատճառաբան։ Տիգրան։ Որ կարդա կարողանա։ Ահա, դասագրքերը բացում ենք, որ Տիգրանը իր խոսքի մեջ երեխաներ տվեց նաև որ քայլը։ Երկրորդ քայլը, կեցեք, երկրորդ խումբը, երկրորդ քայլը նշել են կատարել առաջադրանքը։ Ճիշտ է նշել։ Կաննիկ, Մարիա, երկրորդ խումբ, հիմա կպարզենք, երկրորդ խումբ, դուք գրել եք երկրորդ քայլով կատարել առաջադրանքը։ Կացան հանձնարարություն։ Ինչու Ռոբերտ։ Բացը դասագիրքը հետո պիտի կարդացը հանձնարարություն։ Համաձայն եք Ռոբերտ։ Երեխաներ, դասագրքերը բացելուց հետո մենք մինչև չկարդանք հանձնարարությունը չենք կարող կատարել առաջադրանքը։ Այդ Տիգրանը հենց իր խոսքում երկրորդ քայլը նշում է։ Երկրորդ խումբ, եկեք ուղղել ձեր սխալը։ Երրորդն է։ Հետևաբար երրորդն է պիտի։ Երրորդ եկեք դուք եք ձեր սխալը ուղղել։ Չէ, դից քաշի վրա։ Այստեղ դուք Քաշես։ Երկրորդ խումբ դուք չեք նկատել, որ երրորդ խումբ չեք նկատել, որ երկրորդ խումբը սխալվել է։ Ես ասել եմ։ Դուք առաջինն եք ճիշտ եք արել, բայց երկրորդ խմբի համարակարգից կախված է երրորդ խմբի պատասխանը, ճիշտ է։ Տեսեք, այստեղ եղավ խթի։ Այ եթե դուք ուշադիր լինեիք, դուք կնկատեիք, որ իրենք սխալվել են, հետևաբար դուք չեք կարող նշել ճիշտ տարբերակը։ Հիմա եկեք միասին սկզբից մինչև վերջ քայլերը հերթականության կարդանք։ Ով է կարդում։ Միլենա։ Բացեք դասագրքերը, Անահիտ երկրորդը։ Կարդալ առաջադրանքը։ Կարդալ հանձնարարությունը, Էլիզա երրորդը։ Կատարել առաջադրանքը։ Կատարել առաջադրանքը եւ վերջում ինչ պիտի անենք։ Ստուգենք մեր կատարած։ Պատկերացրեք երեխաներ առաջադրանքներից, տվյալ քայլերից որևէ մեկը չկա, անհետանում է։ Ինչ մնաց? Ինչ մնաց երեխաներ։ Կարդալ հանձնարարությունը, կատարել առաջադրանքը եւ Ստուգել աշխատանքը։ մենք կարող ենք այսպես կատարել տնային։ Ինչ եք մտածում, որ չենք կարող։ Եվա, Որովհետև եթե չբացենք դասագիրքը, չենք կարողանա կարդալ առաջադրանքը եւ կատարել։ գեցես ուրիշ կարծիք, Դանիել, Հանդը դասագրքում է տված, նախ պետք է դա կարդալ, նոր կատարել առաջադրանքը։ ահա, Դանիելն ասում է դրամը դասագրքում է տվել, այսինքն պահանջները որտեղ է, դասագրքում ունենք այլ կարծիքներ։ Շնորհակալություն։ Երեխաներ, ձեր սեղաններին դրված են թերթիկներ։ Քայլերը խառնված են։ Առաջին խումբը պետք է դասավորի իր մոտի ունեցած թերթիկը, այնպես որ կարողանանք ծաղիկ տնկել։ Երկրորդ խումբը պետք է դասավորի իր թերթիկները այնպես որ կարողանանք դպրոց գնալ։ Երրորդ խումբը սենյակ մաքրել, մաքրություն անել, եւ չորրորդ խումբը հյութ պատրաստել։ Ուրեմն միասին քննարկում ենք, հերթով դասավորում ենք քայլերը, հետո ձեր խմբից կընտրեք որևէ մեկին, յուրաքանչյուրս մեկ թերթիկ կբերեք ըստ հերթականության ձեր բաժնում կփակցնեք։ Հասկանալի է հնարավոր։ Հիմա ուզում եմ ինձ հատորից հույս բացատրեք դուք ինչ պիտի անեք, Մարիամ։ Մենք Պետք է այնպես
դասավորենք, որ ճիշտ նախադասություն ստանանք։ Այսինքն մեր կատարած քայլերը ինչպիսի՞ն լինեն։ Ճիշտ լինեն, իրար հաջորդող լինեն, չէ՞ երեխաներ։ Միասին թեքստների վրայի բառերը, նախադասությունները կարդում ենք եւ կատարում ենք դասավորում։ Հիմա առաջին խումբը գալիս է եւ ըստ հերթականության դասավորում է այնպես, որպեսզի կարողանանք ծաղիկ տնկել։ Որոշել եք ովքեր են գալու։ Համեցեք։ Առաջին քայլը, կարող ես այստեղ դնել, քայլերը վերցնում եք դասավորեք առաջինը։ Ուշադիր եղեք, որ գնահատելու եք նրանց կատարած աշխատանքը։ Առաջինը ահա։ Հաջորդը նստեցին, կարդում ենք հերթականությունը եւ որոշում ենք, գնահատական եք տալիս, արդյոք ճիշտ են կատարել առաջին խմբի աշակերտները տվյալ հանձնարարությունը։ Ծաղիկ տնկելու համար ձեր առաջարկով պետք է սկսենք սկիզբը հողը փորելուց։ Ճիշտ է։ Այո։ Տեղադրեք սերմը։ Այո։ Ջրել։ Այո։ Եվ ծածկել հողով։ Այո։ Իսկ ինչ եք կարծում։ Մենք չպետք է փոխենք սրանց տեղերը։ Ծածկել հողով, նոր ջրել։ Այո։ Բայց սկզբից էլ էիք ասում, այո, հիմա ինչը փոխվել ձեր մոտ։ Որտե սկզբում չենք կարող մենք առանց Չենք կարող հողը ջրել։ Ահա, սկզբում առանց հողը ծածկելու չենք կարող ջրել։ Կեցեք, ունեք թերություն առաջին խումբը։ Այո, հնարավոր է թերությունը շտկել։ Այո։ Ինչպես պիտի շտկել թերությունը։ Ինչ պիտի անի։ Ասա Դարիա, դուք ինչն էիք սխալ արել, որ հիմա պիտի ուղղեք։ Ինչն է պակասում ձեր մոտ։ Ուշադիր եք դուք։ Ուշադիր չեք եղել։ Այո, ոչինչ, սա առաջին անգամն է, մենք կարող ենք նաև սխալվել։ Երեխաներ սխալվելուց վախենում եք։ Իսկ սխալվելուց սովորում եք։ Այո, կեցեք։ Կմոռանաք այսուհետ սա։ Կմոռանաք։ Չենք մոռանա։ Շնորհակալություն։ Հիմա ժամանակն է, որ երկրորդ խումբը գա դասավորի իր հերթիկները ըստ հերթականության։ Որոշել եք ով է գալու։ Այո։ Առաջին քայլը Կպցրեք, առաջին ինչ պիտի անեք պրոֆեսիոնալու համար։ Ահա, երկրորդը Ահա Երրորդը Լավ, այս մասը դեռ կքննարկենք, հետո չորրորդը Ահա Մյուսը Գալ Ահա Նստեք
նստեցին, հիմա ուշադիր, մյուս խմբերը, ուշադիր ձայնը, դպրոց գնալու համար խումբն առաջարկել է առաջին հերթին արթնանալ, համաձայն եք? Հետո առաջարկել է լվացվել, այնուհետև նախաճաշել, համաձայն եք? Լավ, ապա հագնվել, Ոչ, ինչու՞, պետք է պայուսակը դասավորենք հետո նորմալ։ մենք չունենք այդ տարբերակը եւ այդն պայուսակը դասավորել, այլ ունենք պայուսակը վերցնել։ Պայուսակը երբ ենք դասավորելու, առավոտյան թե երեկոյան է ավելի հետևաբար առավոտյան այդ գործողությունն անելու կարիքը էլ չունենք։ Երբ վերցնել պայուսակը, ապա դուրս գա։ Այ որ քայլերի հետ հստակ համաձայն եք, որոնք կարելի է տեղերը փոխել։ Որ քայլերի հետ եք հստակ համաձայն։ Հայ։ Առաջինը արթնանալ, բոլորը համաձայն եք, որ առաջինը Այ որ Լվացվել, երրորդ հագնվել, նոր նախաճաշել։ Ահա, Հակնալներ լվացվել չէ կար, առանց հագնվելու նախաճաշել։ Արի հայ, Տնային շորը դասվենք նախաճաշել։ այդքան ժամանակ Անգիրան պեկյան, բայց նայք մարդվա 7-ին արացել։ Բայց երեխաներ կազը ժամերին է։ Անգրանցնով երեխա կարողացում արացնան, առավոտյան 6-ին։ Բենեքան ինք կարող է տնային շորը թակնել։ ճիշտ ես դու եղա, բայց դրանք եզակի դեպքեր են, չէ՞։ Ասենք, մեր ամբողջ դասարանից գուցե մեկը կամ երկուսը նման կերպով պատրաստվի դպրոց գալու։ Հիմա ուշադիր երեխաներ, այստեղ ունենք արթնանալ, լվացվել, հագնվել, նախաճաշել, վերցնել պայուսակը եւ դուրս գալ։ Այս 4 կետը փոփոխության չենք ենթարկում, որովհետև ինչը չի ստացվի, Որ հերթականությունը կխառնվի, կխախտվի, բայց այս երկուսը երեխաներ լվացվել եւ հագնվել, մենք կարող ենք տեղերով փոխվել։ կարող ենք առաջինը հանգնվել նոր լվացվել։ Կեցես, կարող ենք առաջին հագնվել նոր լվացվել, Կամ լվացվել նոր հագնվել։ Այստեղ էական որևէ սխալ չի լինի, բայց եթե մենք բերենք սկզբից արթնանալ եւ դուրս գալ, Ոչ, այստեղ ինչ կլինի։ Ստացվի, որ մենք արթնացել ենք եւ գիշերազգեստով գնում ենք դպրոց։ Հարցեք, այո։ ապրեք։ Ժամանակն է, որ երրորդ խումբը ներկայացնի իր քայլաշարը։ Համեցեք։ Եկեք։ Դասավորեք հերթով։ Եթե համաձայն չես իջեցնում եք, դուք ոնց դնում։ Նստեցին, մաշարի, ճիշտ է դասավորված հերթականությունը։ Ով է ուզում։ Եվ մի վարդյան, դուք ապրել քննարկել էիք, չէ՞ միասին։ Այո։ Որոշել էիք, բայց ինչի չէիք հիշում, որ ճիշտ պիտի դասավորեք։ Արթուր առաջին ինչ պիտի անի։ Արի տեղդի։ Հաջորդը Միքայել։ Խաղալիքները հավաքելուց հետո ինչ պիտի անեն։ Իրերը տեղավորում ենք, այո, ապրեք։ Դրանից հետո ինչ ենք անում։ Սրբում ենք սեղանը եւ վերջում մաքրում ենք հատակը։ Երեխաներ, եթե մենք սկզբից մաքրենք հատակը, հետո սեղանը սրբել, ինչ կլինի։ Կսվանք, Լսում ենք եւ այն։ Առաջին հատակը մաքրեն կարող
արդեն սեղանը առաջ կա, դրա համար պետք է առաջին սեղանը մաքրել, որ հետո մի սպասենք հատակը նորմալ։ Իսկ մենք մաքուր սեղանն ենք մաքրելու։ Ինչ կարող ենք այո, իսկ հնարավոր է, որ ենթադրենք հացի փշուր է սեղանի վրա պիտի մաքրենք, հացի փշուրը թափվում է գետին։ Հնարավոր է։ Այո։ Հետևաբար մենք չենք կարող մինչև սեղանը մաքրելը մաքրենք հատակը։ Ապրենք։ Եվ վերջին խումբը երեխաներ դասավորում է իր քայլերը, թե ինչպես կարելի է հյութ պատրաստել։ Համեցեք։ Ապրեք, նստեք, որ միասին քննարկենք։ Խումբը որոշել է, որ առաջինը պետք է լվանալ մրգերը, համաձայն եք։ Այո։ Ապա կտրատել։ Այո։ Դնել հյութաքամիչի մեջ։ Այո։ Միացնել սարքը։ Այո։ Եվ ստացված հյութը հետո լցնել բաժակի։ Այո։ Հիմա ուշադրեք երեխաներ, մենք ինչ գիտենք սարքերի հետ աշխատանք կատարել։ Չպետք է պահպանենք, երբ որ աշխատում ենք էլեկտրական սարքերով, սեդա։ Մենք պետք է պահպանենք կարգու կանոն։ Այո, անվտանգության կանոնները, սա մենք նախորդ դասերից արդեն գիտենք։ Ապրեք, շնորհավորում եմ բոլորիդ, ամենալավը, հիմա դուք ասում եք, ամենալավը, առանց սխալների, անաղմուկ ինքներդ եք գնալու, որ թիմն աշխատեց։ Ով է համաձայն, որ չորրորդ թիմը աշխատեց։ Անսխալ և անաղմուկ։ Գեցեք, որ թիմը ունեք համագործակցության բարելավման կարիք, այսինքն երեխաներ, որ թիմում եք, որ իրար հետ քիչ էին քննարկում, որ թիմն է, որ իրար հետ քիչ էին քննարկում, երրորդը, լավ, ոնց նկատեցիք, որ իրենք քիչ են քննարկում։ Որտեղ շատ են սխալները։ Դավիթ, Որովհետև շատ են սխալները։ սխալները շատ են, դու կարծում ես, որ դա իրար հետ չհամագործակցելու հետևանքն է։ Լավ, ուրիշ չէին ասել, որ ես առաջինը պետք է կպցնեմ սա, դու վերջինը սա։ ապրեք, լավ, իսկ ինչ անենք, թողեք այս թիմը այդպես էլ մնա։ Ինչ պիտի փոխել իրենց գործողությունների մեջ։ Միքայել։ Հա, հիմա լսեք Միքայելը հետո։ Որ մենք սրանից հետո մենք շատ քննարկենք ու հասկանանք ով առաջինը անի, ով երկրորդը անի, ով երրորդը անի։ Այսինքն դուք պետք է ձեր ներսում եք չեք հայերը պլանավորեին։ Լավ չէիք պլանավորել, դրա համար է ձեր սխալները փոքրինչ շատ է։ Շնորհակալություն, ուրեմն չորրորդ թիմը աշխատեց անսխալ, երկրորդ և առաջին թիմերը ինչպես աշխատեցին, համագործակցում էին իրար հետ, քննարկում էին իրար հետ, որոշում էին ով ինչը պիտի անի։ Այսինքն ամենքն ուներ իր դերը, ուներ, մեր երրորդ թիմը ունի մեր բոլորի աջակցության կարիքը, ուրեմն մենք երեխաներ աշխատում ենք երրորդ թիմի հետ այնպես, որպեսզի նրանց մոտ եղած թերությունները վերացնեն։ Հասկացաք? Այդ աշխատանքը պիտի անենք ես և դուք միասին, այսինքն մի հատ մեծ թիմով ենք աշխատել։ Պայմանավորվեցիք? Հիմա մենք անցնում ենք դասի ամենահետաքրքիր պահերից մեկի։ Ում քայլ բաց թողնել։ Կարմիրով այո, նարնջագույնով ոչ, որովհետև արդյունքը չի ստացվի, կապույտով երբեմն քայլերի հերթականությունը կապ չունի։ Նշում ենք։ Հաջորդ հարցի երեխաներ, այստեղ մեր չորրորդ թիմը ունի բավականին շատ միավոր, կեցեք, հաջորդը
Որն է առաջին քայլը դպրոց գնալ ալգորիթմում։ Կարմիրով դուրս գալ, նարնջագույնով վերցնել պայուսակը, կապույտով արթնանալ և կանաչով նախաճաշել։ Երորդ թիմ դուք պասիրեք, մի քիչ ակտիվանում է և տերում եք մսում։ Դիմա ուշադիր։ Սպասում եմ, խաղթել եմ։ Երեխան։ Ով է առաջին տեղում։ Չորրորդ թիմը, ով է երկրորդ տեղում։ Երորդ տեղում, երկրորդ տեղում։ Շնորհավորում ենք բոլորիս, ծափարում։ Մենք նոր պարզեցինք, որ առաջատարն չորրորդ թիմը, երկրորդ տեղում էր առաջին թիմը և երրորդ տեղում էր երկրորդ թիմը։ Մեր երրորդ թիմը հայտնվել է չորրորդ տեղում։ Այ հիմա դուք ինքներդ ասեք, ինչը ձեր մոտ լավ չէր ստացվել, ճիշտ չէր ստացվել և պետք է աշխատեք այդ ուղղությամբ։ Ասա Միքայել։ Տիգրանին, որ տվել է քեռախոսը, ինքը նայում էր ձեզ, որ այդ պատասխանը դուք ասում եք, հետո ինքը մի քիչ ուշանում։ Հարցը որ կարդում էի, հա։ Ինքը մի քիչ ուշանում էր ու չէր կարող սխմել այդ բանին ու ուշանում էր։ Ահա, այսինքն Տիգրանը ձեր թիմը ոչ թե ճիշտ պատասխանը չգիտեք, այլ ժամանակը ճիշտ չի կառավարել երեխաներ։ Համաձայն եք։ Ժամանակը ճիշտ չեք կառավարել։ Իսկ ինչ պետք է անեք միասին, որպեսզի բարելավեք այս ամեն ինչ, որպեսզի դուք եք հորիզոնականներ զբաղեցնել, որպեսզի ձեր մոտ էլ համագործակցությունը լավ լինի։ Ինչ պիտի անեք։ Տիգրան, ինչ պիտի անես դու։ Պարապեք, կահույտ ծրագրով ավելի շատ աշխատեք, ճիշտ է, դա էլ է տարբերակ, ուրիշ։ Դուք ինչ կառաջարկեք, ինչ անեք։ Ասա, Մի քիչ կարապ է։ մի քիչ պարապեք, դա էլ ինչ է առաջարկել, դա է։ Արգաշարժներ, ինչ որ սովորել են, դրանից ավել սովորել։ Ահա, արագաշարժ լինեն, ինչ սովորել են դրանից ավել սովորել, այսինքն այլ աղբյուրներից ևս օգտվել, ճիշտ է։ Ապրեք, այսօր բոլորդ շատ լավ դրսևորեցիք ձեզ, ձեր բոլոր ունակությունները, ձեր բոլոր կարողությունները մեր գրեցիք, որպեսզի մեր այսօրվա դասը գեղեցիկ անցնի։ Այժմ ինձ ասեք տեսնեմ, դասի որ մասն է, որ ձեզ ավելի շատ դուր եկավ։ Դասի որ մասը ձեզ դուր եկավ ավելի շատ։ Անի։ Լսում ենք Անի։ Խաղը, ուրիշ։ Մենք թղթեր ենք գրել։ Ահա, Մարիա։ Որտեղ խաղ։ Նոր բան սովորեցիք այսօր։ Ինչ նոր բան սովորեցիք, Մարիա։ Ես սովորել եմ, որ եթե մարդը մի բան չի կարողանում անել, ապա պիտի դա ուղղի։ Այո, հուսահատեք, որ ինչ-որ բան չստացվեց մեր մոտ։ Չենք հուսահատում, ընդհակառակը ինչ պիտի անենք, ավելի շատ աշխատենք, իսկ ինչ կուզեիք, որ իմանայիք, այ հաջորդ դասերի համար ինչ կուզեիք իմանալ։ Ահա, համակարգչի հետ կապված ավելի շատ բաներ իմանայիք, Անի դու։ Չպատվի այլևս։ Միգուցե մենք հաջորդ անգամ որ բաժանվենք թիմերի, թիմը այդ կերպ ձևավորվի Անիջան եւ այնտեղ արդեն բոլորը լինեն հաղթողներ։ Եվ հետո հիշենք երեխաներ, եթե միտեղ կա հաղթանակ, կա նաեւ պարտություն։ Պարտվող կողմը
կողմը ոչ թե պետք է հուսահատվի, այլ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի առաջընթաց գրանցի։ Հիմա նշում ենք մեկ բան, որը դժվար էր մեզ համար, որը չհասկացանք եւ բաց է մնացել մեր մոտ։ Կարևորը չլինել առաջինը, այլ կարևորը մասնակցելը։ Եթե սեդան ասած, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցություն, այո, համաձայն եմ սեդայի, այստեղ մենք բոլորս հաղթել ենք, որովհետև բոլորս մասնակցում ենք, բոլորս ստացված էինք մի գործի եւ հաստատ որևէ բան այսօր սովորել ենք, ճիշտ է։ Իսկ հիմա այն վերջին հարցը, մի բան նշեք, որ դժվար է ձեզ համար։